Անվանի կուսակցական պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը ծնվել է 1900 թվականի նոյեմբերի 7-ին Թելավ քաղաքում։ Ավարտել է ծննդավայրի գիմնազիան, ապա Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1921 թվականից կուսակցական աշխատանքի էր, 1927-ից Թելավի գավառային կոմիտեի քարտուղար, 1931 թվականից Վրաստանի Կոմկուսի կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչ, 1934-37 թվականներին Թիֆլիսի քաղկոմի առաջին քարտուղար, Թիֆլիսի քաղաքային խորհրդի նախագահ։ Գրիգոր Հարությունյանը Թիֆլիսի վերջին հայ քաղաքապետն էր։ 1937-53 թվականներին եղել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը, 1954-56 թվականներին Էջմիածնի շրջանի ավերված տնտեսության նախագահ, 1957 թվականին Վրաստանի պետպլանի բաժնի վարիչ։ Մահացել է 1957 թվականի նոյեմբերի 9-ին Թիֆլիսում։ Նրա օրոք ստեղծվեց քիմիական, էլեկտրաշինական եւ մեքենաշինական արդյունաբերություն։ Կառուցվեցին բազմաթիվ ձեռնարկություններ։ Նրա ջանքերի շնորհիվ Ստալինն ընդունել է ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանին եւ բարելավել հայ եկեղեցու վիճակը։ Նրա օրոք են հիմնվել Դսեղում Հովանես Թումանյանի տուն-թանգարանը, Գիտությունների ակադեմիան, Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկայի ինստիտուտը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի եւ գուսանական համույթները, Հայ ֆիլհարմոնիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Արտեմի Այվազյանի ջազ համույթը, Ավետ Ավետիսյանին եւ Հրաչյա Ներսիսյանին շնորհել է ժողովրդական արտիստի կոչում։ Մոսկվայում կազմակերպել է հայ մշակույթի 10-նորյակ, Սասունցի Դավիթ էպոսի 1000-ամյակը, Սայաթնովայի ծննդյան 150-ամյակը, հովանավորել է Արամ Խաչատրյանին եւ Մարտիրոս Սարյանին։ Սկզբնավորել է Ջերմուկի առողջարանային կենտրոնի ձևավորումը։ Նրա օրոք կառուցվել են Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի եւ ազգային ժողովի շենքերը, Մատենադարանը, Հաղթանակի եւ Կիևյան կամուրջները։ Նշանակալից էր ավանդը հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ստալինի մոտ բարձրացրել է Արևմտյան Հայաստանը, ԽՍՀՄ-ին եւ Լեռնային Ղարաբաղը խորհրդային Հայաստանին միացնելու հարցը։ Կազմակերպել է ավելի քան 80,000 հոգու հայրենադարձություն։ Սփյուռքահայերի համար խոսում է Երևանը ռադիոհաղորդումը։ Մահվան ճիրաններից փրկել է Ավետիք Իսահակյանին եւ Սմբատ Բորոյանին, Մախլուտոին։ Գրիգոր Հարությունյանի անվամբ Երևանում փողոց է անվանակոչված։ Բարև ձեզ հարգելի դիտողներ։ Մեր հայրենակիցը պատմության մեջ մնաց մեր վարպետի Ավետիք Իսահակյանի տված հետևյալ դիպուկ գնահատմամբ։ Գրիգոր Շինարար։ Հայորդին հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խորհրդային Հայաստանի 30-50-ական թվականների ղեկավար Գրիգոր Հարությունյանին։ Եվ Գրիգոր Հարությունյանի մասին այսօր կզրուցենք Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պատմականություն դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ։ Բարի գալուց, պարոն Վիրաբյան, շնորհակալություն հավերժ ընդունելու համար։ Պարոն Վիրաբյան, մինչև Գրիգոր Հարությունյանը ինչքան տեղյակ եմ 1920-ից, այսինքն խորհրդային կարգի հաստատումից մինչև 36-37 թիվը, եթե չեմ սխալվում, նայից առաջ 13 ղեկավար է փոխվել, որից կեսը գնդակահարվել են, կեսը աքսորվել են։ Եվ այդ նման այդ չարաբաստիկ թվաբանության ֆոնի վրա Գրիգոր Հարությունյանը օտար տեղից եկավ եւ դարձավ Հայաստանի ղեկավար։ Վերջապես իրականում ով էր Գրիգոր Հարությունյանը։ Սիրելի ավակ, իրականում 13 հոգի խորհրդային Հայաստանն է ղեկավար ունեցել, մինչև Գրիգոր Հարությունյանը Հայաստանում եղել են 6-ը։ Եթե թվարկենք անունները, Լուկաշին, Աշոտ Հովհաննիսյան, Հայկ Հովսեփյան, Կոստանյան, Ամատունի, Խանջյան։ 6-ն են։ Կարճ են նրանք, 3-4 տարի են, նույնիսկ 1-2 տարի, այդպես մի խոսքով 17 տարիների ընթացքում 6 ղեկավար էր փոխել Հայաստանը եւ Գրիգոր Հարությունյանը խորհրդային Հայաստանի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն էր 17 տարի։ Ու այդպեսի բան Այն էլ այդպեսի հակասական ժամանակաշրջանում 17 տարի։ Եթե այդ ժամանակաշրջանը բնութագրենք, նա եկավ Հայաստան 1937 թվականի սեպտեմբերին, երբ ստալինյան բռնաճնշումները իրենց թափն էին հավաքել եւ ցավոք սրտի ինքը եւս որպես կենտկոմի առաջին քարտուղարը ինքը եւս մասնակցություն ունեցավ եւ կան տասնյակ հարցանագրություններ, որոնց տակ ստորագրված է Գրիգոր Հարությունյանի կողմից։ Բայց դրանից հետո սկսվեց մոտ 2 տարի խաղաղ մի շրջան եւ որպեսզի բնակչության
պես մոռացության մատնվեն ստալինյան բռնաճնշումների 1-2 տոնակատարություններ անցկացրում, այդ թվում են Սասունցի Դավթի 1000-ամյա բայց ինչքան տեղյակ եմ, նաև Գրիգոր Հարությունյանը կարողացավ փրկել Իսահակյանի եւ Մարտիրոսյանի կյանքը մասնավորապես։ Գիտեք ինչ, իհարկե լեգենդներ են, որոշակի դեր կատարել է, բայց ինձ թվում է, որ նրանց փրկելու գործում մեծ դեր է կատարել Միկոյանը, որը 1937 թվականի դեկտեմբերի սկզբներին եկավ Հայաստան, որպեսզի Հայաստանից ընտրվի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, եւ ահա ես ինչպես տեսնում եմ, եթե միջև այդ այսպես արձանագրություններում Ավետիք Իսահակյանի անունը ակտիվորեն շեշտում էր, ապա դեկտեմբերի այդ սկզբից հետո նրա անունը իսպառ վերանում է այլ մարդկանց, այլ այսպես ասած ժողովրդի թշնամիների, հարցաքննություններից, վկայություններից, ցուցմունքներից եւ այլն։ Հետո սկսեց հայրենական մեծ պատերազմը, ծանրագույն մի շրջան։ Հայրենական պատերազմին անդրադառնալը մեր հերոստատիտողներին ներկայացնենք վավերագրական կադրեր Գրիգոր Հարությունյանի գործունեության վերաբերյալ, տնտեսության ոլորտում ունեցած նրա աշխատանքը, վաստակը կտեսնեն եւ իհարկե Ավետիք Իսահակյանին, որը բարձր է գնահատում Գրիգոր Հարությունյանի ունեցած դերակատարությունը։ Գրիգոր Հարությունյանի օրոք կառուցվեցին արդյունաբերական եւ էներգետիկ տասնյակ ձեռնարկություններ ու կառույցներ, հիմնվեցին բազմաթիվ գիտական մշակութային հաստատություններ։ Այդ հայրենաշեն գործունեության համար նրա անունը պատմության մեջ մնաց Ավետիք Իսահակյանի բնորոշմամբ որպես Գրիգոր Շինարար։ Պարոն Վիրաբյան, նախորդ հարցը շարունակենք, 19-րդ դարից սկսած Թիֆլիսի ղեկավարները գերակշիռ մասով հայեր էին։ Եվ ձեր նախորդ միտքը, որ փաստորեն Թիֆլիսից Արութինով էր, չէ՞ կարծեմ, Արութինովը եկավ Հայաստան եւ դարձավ հայ կամ հայացվեց, Հարությունյան, եւ նաեւ սովետական Հայաստանը շատ բաներով հայացրեց։ Մասնավորապես բարձրացրեց նա հայրենական պատերազմի իհարկե հաղթանակի գործում ավանդը մեծ է, դա առանձին հարց, բարձրացրեց արևմտյան Հայաստանը կամ Հայաստանի որոշ մարզեր շրջաններ Խորհրդային Հայաստանին միացնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու այդ կարևորագույն մեր ժողովրդի համար հարցերը։ Իհարկե միջև Հայաստան գալը նա հայկական իրականությանը ծանոթ չէր։ Երբեք չի փորձել հայերեն լեզվով խոսել, պատմում են, որ ընդամենը մեկ անգամ, երբ Թամանյան դիվիզիային, հետագա Թամանյան դիվիզիային ճանապարհում էր հրապարակում, այսօրվա Հանրապետության հրապարակում լինում է զինվորների շքերթ եւ այդտեղ ասում են թբիլիսյան վրացահայ բարբառով մի քանի հայերեն խոսք է ասել, բայց թեպետ փորձել է հայերեն սովորել։ Կարճ ժամանակում հայերեն սովորել, չէ, Սիմակի օգնությամբ, բայց սկսվեց հայրենական պատերազմը եւ ժամանակ չկար հայերեն սովորելու։ Իրականում նա երկու ազգանուն է ունեցել։ Ռուսերեն շարունակվում էր գրել Արութինով, բոլոր փաստաթղթերում հայերեն Հարությունյան։ Իհարկե, երբ որ մենք գնահատում ենք Ավետիք Իսահակյանը ասած խոսքը Գրիգոր Շինարար տեղին է, որովհետև մինչև այդ Երևանում օրինակ կառուցվել էին հատուկենտ շենքեր ամբողջ 17 տարիների ընթացքում խորհրդային իշխանության տարիների եւ Երևանի որպես քաղաք մայրաքաղաք զանգվածային շինարարությունը սկսվեց նրա գալուց հետո։ Ու ժամանակն էր այդպես։ Եվ բնականաբար տեսնելով, որ խորհրդային մի քանի ժողովուրդներ հետ ստացան իրենց պատմական հայրենիքների մի մասը, օրինակ Ուկրաինան, Բելառուսյան, Մոլդովյան, միավորվեցին։ Եվ նա փորձեց բարձրացնել նաև Արևմտյան Հայաստանի հարցը եւ լրջորեն էր խորհրդային միությունը պատրաստվում Արևմտյան Հայաստանը, հատկապես Կարսի մարզը հետ բերելու, սակայն միջազգային իրադարձությունները, Ամերիկայի ատոմային ռումբը եւ այլն թույլ չտվեցին։ Ամերիկյան ատոմային այդ շանտաժը սպառնալիքը կատարեց։ Փաստ է, որ օրինակ Ստալինի խոսքեր ես ընթերցել եմ հուշագրության մեջ, որ թուրքերը թող շնորհակալ լինեն ճապոնացիներից, որովհետև արշավանքը դեպի Ստամբուլ դադարեցվեց։ Ստալինի խոսքերն են սրանք։ Դե Գրիգոր Հարությունյանի տարիներին արդեն որոշված էր, չէ՞, Կարսի ղեկավար կոմկուսով էր լինելու, պաշտոնյաներ էին նշանակված եւ այլ նով էր մարզկոմի քարտուղար լինելու, գործադիր կոմիտեի քաղաքի
Գործկոմի նախագահ եւ այլ Պաշտոնե բաժանված ունեցավ նաեւ Ղարաբաղի միացման հարցը։ Երբ որ տեսա, որ չի ստացվում Արևմտյան Հայաստանի խնդիրը, նա բարձրացրեց հայկական տարածքները, խորհրդային միությունում գտնվող այն տարածքները, որոնք Հայաստանի կազմում չէին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի եւ Նախճեվանի։ Բայց էլի իրադարձությունները այնպես դասավորվեցին, որ մեր հարևան հանրապետության ղեկավարությունը կարողացավ ավելի ճարպիկ գտնվել Ադրբեջանի ղեկավարությունը եւ կարողացան ամեն ինչ փոխել, շուռ տալ եւ դժբախտաբար չստացվեց։ Բայց փաստը մնում է փաստ, որ նա անձամբ ինձ Գեհրամ Ալեքյանը պատմել է, որ նա հավաքեց, հայտարարեց, որ այսպիսի նամակ է գրելու Լեռնային Ղարաբաղի մասին Ստալինին եւ ասաց, որ միայն ես եմ ստորագրելու, եթե ինչ որ պատժվելու խնդիր առաջանա, միայն ես պատասխան տամ եւ դա 1945 թվականի նոյեմբերն էր եւ այդ նամակը ստորագրված ուղարկվել է Մոսկվա եւ նամակի երկրորդ օրինակը պահվում է մեր արխիվում։ Կարծեմ ես դրա համար էլ հետագայում երբ որ նա պաշտոնից հանում էին մեղադրեցին, չէ՞ Այո, 53 թվականին չէ, ազգայնականության որոշակի ազգայնականության մեջ մեղադրեցին, ոմանք ասացին, որ նա պահանջում էր Հայաստանին միացնել Ախրքյալակը, Ղարաբաղը, Նախճեվանը, 53 թվականին այդ խնդիրները նրան որպես մեղադրանք ներկայացրել են։ Մինչև հաջորդ հարցերին անցնելը կրկին դիտենք վավերագրական կադրեր, արդեն հայնական մեծ պատերազմի մասին պարոն Վիրաբյանը նշեց, այդ պատերազմի ընթացքում Գրիգոր Հարությունյանի ունեցած դերակատարության եւ մեր ժողովրդի ակտիվ մասնակցության վերաբերյալ։ Գրիգոր Հարությունյանի ղեկավարության օրոք հայ ժողովուրդը շարքայինից մինչև մարշալ իր արժանի ավանդն ունեցավ նացիզմի նկատմամբ տարած փառապանց հաղթանակում։ Այս դրոշը 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկները ստացել են իրենց կառավարությունից հեռավոր հարազատ Երևանում։ Այդ դրոշով նրանք հավատարմության երդում տվեցին ժողովրդին։ Ահա Բերլինով անցան եւ հայ թամանցիները, ճաճանչում եւ փայլատակում է Արարատը։ Կեցե հայրենիքը, կեցե կյանքը։ Եվ նաև տնտեսություն, դուք ասացիք Արևմտյան Հայաստանի միավորում, Ղարաբաղի միավորում, ամենակարևոր իրադարձությունը Գրիգոր Հարությունյանի ղեկավարության տարիներին հայնական մեծ պատերազմն էր։ Հենց չգիտենք, գուցե նրա փոխարեն ուրիշը լիներ, հայությունը նման ակտիվություն կամ նման դերակատարություն չունենար։ Ղեկավարից շատ բան է կախված։ Այ ժողովուրդը իրոք քաջարի ձևով մասնակցեց հայրենական մեծ պատերազմին։ Եթե հաշվենք, որ 39 թվականի մարտահամարի տվյալներով Հայաստանում բնակվում էր 1.200.000 մարդ, ռազմաճակատի մեկն էլ 300 մարդ, այսինքն 4-ից մեկը 300.000 մարդ, այսինքն 4-ից մեկը մեկնել է ռազմաճակատ։ Եւ դրանց կեսը չի վերադարձել։ Կեսից դեռ ավելի։ Հա։ Եվ հայկական 5 դիվիզիաները, որոնցից երկուսը միջև պատերազմի վերջ, նույնիսկ 3 կարող ենք ասել, եթե հաշվենք 76-րդ դիվիզիան, որ հետո դարձավ 51-րդ, միջև պատերազմի վերջի օրը մասնակցություն են ունեցել եւ Թամանյան դիվիզիան մասնակցել է Բերլինի գրավման։ Այստեղ խնդիրը նա էր, որ որպես թիկունքի ղեկավար բարեբախտաբար ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ծավալվել, թեպետ վախ կար, որ Թուրքիան կարող է հարձակվի, բայց բարեբախտաբար Ստալինգրադի ճակատամարտը այդ հարցը փակեց, թիկունքի ամուր թիկունք ունենալն էր։ Եվ ես ասեմ, որ թիկունքում ավելի դժվար է եղել, քան ռազմաճակատում։ Ռազմաճակատում զինվորը իր հացը ստանում էր, իր ջուրը ստանում էր, իր 100 գրամը ստանում էր եւ կռվում էր, կամ ապրելու էր, կամ զոհվելու էր։ Թիկունքում ավելի դժվար էր։ Չկար հաց, չկար սննդամթեր, չկար վառելիք եւ ամեն ինչ որ արտադրում էր, ինչ որ ստեղծում էր ուղարկում էր ռազմաճակատ։ Բայց այդ պայմաններում տասնյակ նոր արդյունաբերական ձեռնարկություններ եւ գիտական ակադեմիաներ բնականաբար այդ եղել է եւ մշակույթի զարգացում է եղել եւ նույնիսկ մշակույթի կյանքում որոշակի ազատություններ ստեղծվեցին, որոնց շնորհիվ ծնվեց Վարդանանքը, Տերենիկ Դեմիրճյանի, որի շնորհիվ ստեղծվեց Ստեփան Զորյանի
Պապ թագավորը, որի շնորհիվ Դավիթ Բեկ ֆիլմը նկարահանվեց պատերազմի տարիներին։ Դա Ստեփան Մալխանյանը բառանը դասական ուղղագրությամբ հրատարակվեց, նման բան չէր եղել։ Մի խոսքով որոշակի կրկնում եմ մշակույթի բնագավառում եւս տեղաշարժեր կատարվեցին եւ հնարավոր եղավ այդ պատերազմի տարին եկեղեցու դերը բարձրացվեց։ Դա է ուզում ասել, ազատություն տեղաշարժերի մեկն էլ եկեղեցուն որոշակի թույլատրություն տրվեց Սիբիրյան աքսորավայրերից որոշ եկեղեցիականներ վերադարձան, իսկ պատերազմից հետո նորից Էժմիածին ամսագիրը սկսեց տպագրվել, որ պատերազմի տարին ընդունեց հենց Գրիգոր Հարությունյանի միջնորդությամբ, չէ՞։ Ընդունեց եւ որի շնորհիվ Էժմիածին ամսագիրը վերահրատարակվեց, Գևորգյան ճեմարանը բացվեց, որոշ եկեղեցիներ վերադարձվեցին հայ առաքելական եկեղեցուն, այսինքն որոշակի ազատություններ տրվեց։ Դեպի հենց պատերազմից հետո նորից կարծես թե ամեն ինչ շուռ եկավ եւ ցավոք սրտի նորից Գրիգոր Հարությունյանի այդ իշխանության տարիներին որոշակի պատերազմից հետո նորից սահմանափակումներ եղան, հատկապես հաջորդի պատմության որոշակի ժամանակաշրջանի գնահատման հարցում, ասենք Հայոց ազգային ազատագրական շարժումների խնդրում, փիլիսոփայության խնդրում եւ այլն, երաժշտության Արամ Խաչատրյանը այսպես վախեցած սպասում էր, որ նույն ճակատագրին գրին կարժանան ինչ որ այլ երաժիշտներ։ Մի խոսքով որոշ պատերազմից հետո արդեն հակառակ process-ը գնաց, բայց կրկնում եմ, տնտեսությունը շարունակվում էր եւ այդ ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ նաեւ հայրենադարձության կազմակերպում էր 100,000, մոտ 100,000 46-ից 48 թվականին 3 տարիների ընթացքում այն էլ պատերազմից կիսավեր եկավ, այո, ընդունել իհարկե կյանքը հեշտ չէր, բնակարանները չէին բավականացնում, բայց արտասահմանից այդքան մեր գենեֆոնդը բարելավեց Սփյուռքից եկած մեր հայրենակիցների շնորհիվ նոր մտածելակերպ եկավ, նոր մշակույթ եկավ Եվրոպայից, այո, Ֆրանսիայից, արաբական աշխարհից եկած մեր հայրենակիցները նոր մշակույթ, նոր կենցաղ բերեցին, որոշակի փոփոխություններ տեղի ունեցավ նաև կենցաղում եւ մշակույթում։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ լսենք Գրիգոր Հարությունյանի մասին մեր մեծ անվանի հայրենակիցներ Արամ Խաչատրյանի եւ Մարտիրոս Սարյանի կարծիքները։ Գրիգոր Հարությունյանը իմ կյանքում հսկայական դեր է խաղացել։ Առաջին մարդն էր, ով ինձ կապեց Հայաստանին, ստիպեց մտածել եւ հպարտանալ, որ ես հայ եմ։ Նրա շնորհիվ ես սկսեցի մտածել, որ հայկականն այն գլխավորն է, որը պետք է արտացոլվի իմ ստեղծագործության մեջ։ Մարդ, ով ինձ կապեց հողին։ Նրա հրահանգով Հայաստանի կառավարությունը ինձ առանձնատուն նվիրեց։ Արամ Խաչատրյան։ Գրիգոր Հարությունյանի կողմից ճանաչումը պաշտպանեց ինձ եւ իմ արվեստը անբարյացակամների տարբեր հարձակումներից։ Մարտիրոս Սարյան։ Հարգելի պարոն Վիրաբյան, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Ցավոք սրտի Գրիգոր Հարությունյանի անունը կարծես թե մոռացված է եւ այս հաղորդման շնորհիվ մեր հայրենակիցները, մանավանդ երիտասարդները հնարավորություն ունեցան իմանալու, թե ով է կառուցել մասնավորապես հաղթանակի կամուրջը, այդ մատենադարանը, ակադեմիան հիմնադրել, հայնական պատերազմ, Բաղրամյան փողոցը, Երևան կառուցել վերջիվերջո։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր 1930-50-ական թվականների Խորհրդային Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։